Այն քիչ առաջ դուք քվեարկեցիք, որ չեք վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, խնդրում եմ ներկայացրեք, ինչով է պայմանավորված ձեր այս քվեարկությունը կամ որոշումը։ Պրոստո չեմ ուզում այդ ազգանն ասեմ, կեղտոտեմ։ Այնով որ նրա համար ես ուրա, ինչ ենք ասել։ Երկիրը վաճառեց։ Ինչ ասմա սուտ ասում, ինչի համար ես նրան վստահ եմ։ Այն 18 թվին էլ չեմ ընտրել իրան, դրանից հետո էլ չեմ ընտրել, մինչև հիմա էլ չեմ վստահում։ Ես եղել եմ առաջի պատերազմի մասնակից, այս կառավարությանը ես ոչ մի բանի չեմ վստահում։ Ասում են այնքան լավ խաղաղության պայմանագիր են կնքել, որ ադրբեջանցիները նախանձում են։ Դրա համար 2 օր առաջ այրեպորտի ճամփին փակեցին մեր կրվող տղերքը։ Ադրբեջանցիները Երևանում դրոշ ավտոյի կամակի կապած բան են գալիս։ Լավ է, չէ՞։ Շատ լավ է, թողան երևի իր համար լավ է։ Թողանին այդքան լավ մարդ է, իր տղուն խիչ պահում Իրաստանը։ Ինչի է հարատում, ինչու գարաժում ունում։ Հայկ ջան, այլընտրանքը ինչպես եք տեսնում։ Մենակ ինքը չլինի, ով ուզում է գա, Սերժն էլ չլինի։ Ինչու։ Չեմ ուզում, չեմ վստահում։ Նոր ուժ եք ուզում։ Ով ուզում է լինի, մեկ այդ դոգնա ոտի կանգնել, չգիտեմ։ Թոքը չերանը գա, իրա տղեն գա, մենակ թե տրանք չլինի։ Այդ հեշտ ու հանգիստ հազդին, չէ, կառավարությունը հազդին տրանց։ Հիմա տեսանք ինչ օրի ենք։ Եթե իշխանափոխություն լինի, հայկական Արցախի էջը կվերաբացվի ես ձեզ։ Պիտի վերաբացվի, բայց պիտի անի։ Այսինքն տեսնում եք հնարավորություն։ Հա, բայց այդքան արցախցիների եկան ստե պիտի հետ գնան Իրաստանները։ Այդ ոնց է ադրբեջանցին ասում Հայաստանում ապրել եմ իմ գյուղն է։ Պատումերուն կլասեն նրանք են մեր գյուղը, Սումգայիթը, Բաքուն, Կիրովաբադը, Շահումյանը, Արցախը լրի։ Չեն ուզում, չէ՞ մերոնք չեն ուզում։ Մեր Արցախյանը չեն ուզում։ Ասում մեզ պետք չի, ինչ ենք անում։ Կա Սևլիչի ինչ ենք անում, դե մեզի պետք է։ Սարերը ջունա ինչ ենք անում, պետք չի մեզ։ Թոտան, կանա։ Տեսնում եք, որովհետև իրենք ասում են պարտված ենք, չենք կարող հնարավորություններ չունենք։ Ինչի ենք պարտված է։ Մենք չենք ժողովուրդը չի պարտվել, զինվորը չի պարտվել, պարտվել է կառավարությունը ինչի։ Ենա ցույց են տալիս Սովետաշենի Զիբիլանոցում Պաշտպանության նախարարության ֆորմեկ թափած։ Թափ-թազա ֆորմեկ ինչի են թափել։ Չէր կարելի օգտագործել։ Կարելի էր, չէ։ Կամ են Մելքոնյան կա, նախկին Պաշտպանության նախարարության հա Գագիկը, թիկունքի պետը։ Բայց նախկին չէր, առաջ թալանող ինք չէր, որ զինվորների մատարասները հավաքում տանում, երես փոխում, թազա երես դնում, դառնում էր թազա մատարաս։ Այդ ուր էր գնում այդ փողերը։ Այդ ձև թալանիցին հետո ասում է, դե թալանվեց։ Ասում է զենքը հոչ եք վերցնելու գնանք Բաքու ազատենք մեր գերիներին։ Ինչ։ Ասում է զենքը հոչ եք վերցնելու գնանք Բաքու ազատենք մեր գերիներին։ Մեր գերիների։ Մելքոնյանն է ասում։ Բախի չգնալու։ Բայց ինչի իրանց գերիներին հետ տվին։ Իրանց մարդասպանից տեղից բռնին հետ տվին։ Ինչի լրիվ ականապատված դաշտերի քարտեզը հետ տվին։ Ինչի չպիտի գնան։ Բայց մեր նրանք ոնց է ուրիշի համար գալիս են, մենք մերի համար չեն գնա։ Ասում են նախ պիտի այնպես անեին, որ գերի չընկնեին, որ հետո Ոնց գերի պատերազմ է, ոչ չընկնեին։ Գերի չընկնեին, թոթ փակեին։ Ռուսին ասին դու գործ չունես գնաս տես, պետք չես դու։ Այդ ինչի Շուշիի փողերը հանելուց օդ փակվեց, կարողացան փակել փողերը հանին ուրա։ Բերին բաժանին մեզի։ Մեկն ու մեկը ստացել եք այդ փողից։ Քարամյանը բերես, չէ՞, Քարամյանը ինչա, Արգիշտի Քարամյանը։ Շուշիի բանկերից փողերը բերես, դե թող գնա բերի։ Թող գնա դրից է գերիներին բերի։ Եվրոպան կանգնում ասում է գերիներին բաց թողեք, իսկ սրանք ոչ մի բան չեն ասում։ Այդ ձեր պիտի լինի էլի։